Աուտիզմի մասին շատ են միֆերը, շատ են հակասական կարծիքները։ Ինչ միֆ նկատի ունեք։ Օրինակ, երեխան մինչև 1.5 տարեկան շատ լավ զարգանում էր, հանկարծ մենք տեղափոխվեցինք տուն, այլ բնակարան, երեխայի մոտ սկսվեցին դրսևորվել, այսինքն ռեգրես սկսեց ապրել։ Նույնը վերաբերում է նաև վակցինացիաներին, որը շատ լուրջ, շատ հակասական իհարկե խնդիր է։ Ծնողները շատ ասում են, որ մինչև այդ ժամանակը երեխան բնականon կերպով զարգանում էր, սակայն վակցինների տալուց հետո սկսեց նրա զարգացումը հետաճապրել, այնինչ պետք է հասկանանք, որ շատ հաճախ այդ գործոնները դրսևորման, զարգացման ծնողների համար ի հայտ են գալիս երեխայի սոցիալականացման գործընթացում։ Հիմա մեզ լսող ծնողները բավականին տագնապեցին, կասկածների մեջ ընկան, եկեք օգնենք նրանց։ Ինչ նշաններ կան, որոնք օգնեն ծնողին հասկանալ, որ մի բան այն չէ։ Այն փոքր ազդանշանները, որոնք կարելի է նկատել 6-8 ամսական ժամանակահատվածում անգամ ծնողների կողմից այդքան լուրջ ազդակներ չեն հանդիսանում եւ իրենց թվում է, որ շատ բնականon էր երեխայի զարգացումը տեղի ունենում։ Այնինչ արդեն 6-ից 8 ամսեկանում երեխայի հայացքը, աչքերի կոնտակտի բացակայությունը, ժպիտի բացակայությունը մարդկանց դեմքերին, անուշադրությունը դեմքերի, պտտվող խաղալիքների նկատմամբ շատ լուրջ ազդակ կարող է հանդիսանալ, հետագայում ավելի ուշադիր լինել իրենց երեխաների զարգացման գործընթացի վերաբերյալ։ Եթե դիտում եք մեր այս զրույցը կամ նախկինում դիտել եք մեր զրույցներն ու հավանել, ապա խնդրում եմ սեղմեք լայք կոճակը ու նաև բաժանորդագրվեք այս ալիքին մեր գործին, մեծապես կնպաստեք։ Նույն է նրանց համար, ովքեր չգիտեն ինչ է աուտիզմը, խնդրում եմ բացատրեք հանրամատչելի, ինչ է աուտիզմը հոգեբանական եւ կլինիկական իմաստով։ Աուտիզմը այսօր ժամանակակից աշխարհում ամենահաճախակի հանդիպող խնդիրներից է, որը նյարդաբանական զարգացման խնդիր է, ամենաշատը հանդիպում է, ամենաշատ ուսումնասիրություններն են այսօր կատարվում, բայց ամենաքիչ ինֆորմացիան, որպես ախտաբանական երևույթ, երևի թե մենք ունենք աուտիզմի մասին։ Աուտիզմի ժամանակ հիմնականում խաթարվում են մի քանի ոլորտներ, դա սոցիալական փոխազդեցության ոլորտն է, շփման ոլորտը եւ վարքային սահմանափակ մոդելների ձևավորման ոլորտն է։ Աուտիզմի մասին շատ են միֆերը, շատ են հակասական կարծիքները, բայց մինչև այսօր հետազոտությունները շարունակվում են հասկանալու համար նրա իրական պատճառաբանությունը, որպեսզի ավելի ճիշտ եւ ավելի կոնկրետ եւ ախտորոշման եւ շտկման մեթոդներ ընտրվեն տվյալ խնդիրը, այսպես ասած ոչ թե լուծելու, այլ որոշակի շտկումներ մտցնելու համար։ Աուտիզմով մարդիկ ծնվում են, ամենակարևորը, որ պետք է հասկանալ, աուտիզմը ձեռքբերովի երևույթ չէ, սակայն կան տարբեր արտաքին գործոններ, որոնք կարող են ժամանակի ընթացքում խթան հանդիսանալ այս կամ այն հատկանիշների կամ այս կամ այն խնդիրների ավելի վառ արտահայտման համար։ Այսինքն գենետիկ կանխատրամադրվածություն կա, պարզապես հանգամանքները կարող են որոշել, որքան արտահայտվի, որքան ծանր արտահայտվի կամ թե ֆորման լինի, ճիշտ հասկացա։ Այո, կային տարբեր մոտեցումներ, ընդհանրապես աուտիզմի պատճառաբանությունը, պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, այսօր ամենաընդունված մոտեցումը դա ժառանգական, այսինքն գենային մուտացիաների դրսևորման ախտաբանությունն է, որը առկա է, այսինքն գլխուղեղում տեղի ունեցող ատիպիկ նեյրոնային կապերի ազդեցությունն է, որը հետագայում երեխայի զարգացման վրա բավականին լուրջ ազդեցություն է ունենում եւ շատ ու շատ միֆեր, որոնք մենք շատ լսում ենք եւ ծնողների կողմից եւ հասարակության մեջ դա ընդունված է լսել, ոչ մի կերպ, ոչ մի ապացուցողական բազա դեռ մինչ այժմ չունեն։ Ինչ միֆ նկատի ունեք, որոնք նկատի ունենք այն միֆերը, որոնք օրինակ երեխան մինչև 1.5 տարեկան շատ լավ զարգանում էր, հանկարծ մենք տեղափոխվեցինք տուն, այլ բնակարան, երեխայի մոտ սկսվեցին դրսևորվել, այսինքն ռեգրես սկսեց ապրել։ Նույնը վերաբերում է նաև վակցինացիաներին, որը շատ լուրջ, շատ հակասական իհարկե խնդիր է, ծնողները շատ ասում են, որ մինչև այդ ժամանակը երեխան բնականon կերպով զարգանում էր, սակայն վակցինների
տալուց հետո սկսեց նրա զարգացումը հետաճապրել, այնինչ պետք է հասկանանք, որ շատ հաճախ այդ գործոնները դրսևորման, զարգացման ծնողների համար ի հայտ են գալիս երեխայի սոցիալականացման գործընթացում։ Այսինքն ծնողները, հատկապես այն ծնողները, որոնք ունեն մի երեխա, շատ հաճախ չունեն համեմատելու բան։ Այսինքն իր երեխայի զարգացումը իր աչքին բնականon է երևում, եւ այն փոքր ազդանշանները, որոնք կարելի է նկատել 6-8 ամսական ժամանակահատվածում անգամ ծնողների կողմից այդքան լուրջ ազդակներ չեն հանդիսանում եւ իրենց թվում է, որ շատ բնականon էր երեխայի զարգացումը տեղի ունենում։ Այնինչ արդեն 6-ից 8 ամսեկանում երեխայի հայացքը, աչքերի կոնտակտի բացակայությունը, ժպիտի բացակայությունը մարդկանց դեմքերին, անուշադրությունը դեմքերի, պտտվող խաղալիքների նկատմամբ շատ լուրջ ազդակ կարող է հանդիսանալ, հետագայում ավելի ուշադիր լինել իրենց երեխաների զարգացման գործընթացի վերաբերյալ։ Բայց կա նաև որ նշում են ուներ կոնտակտ աչքերի, ժպիտ կար, սակայն ինչ որ տարիքից 1.5-ից հետո կամ 2-ին մոտ կտրուկ վերանում են դրանք։ Ցավոք հենց աուտիզմի դրսևորման ձևերից է նաև այսպես ասած ախտանշաններից է մինչև 1.5 տարեկան երեխայի զարգացումը կարծես գնում է լրիվ բնականon ընթացքով 1.5-ում երբ որ նա պետք է արդեն սոցիալականացվի ավելի լայս սոցիալական շրջանակներում փոխազդեցության ձևերը ավելի բարդանում են եւ պայմաններն են բարդանում կարծես նրա զարգացումը հետաճ է ապրում սա հենց աուտիզմի դրսևորման ձևերից է գիտեք ամենաբարդը աուտիզմի եւ աուտիզմով երեխայի հետ աշխատելու այն է, որ երբ որ դու հանդիպում ես աուտիզմով երեխայի, դու հանդիպում ես մեկ աուտիզմով երեխայի, այսինքն նրանց ախտանշանները, դրսևորման ձևերը եւ խնդիրները բազմապիսի են եւ շատ տարբեր։ Օրինակ ես ունեմ երեխա, աշխատել եմ երեխայի հետ, որը շատ լավ աչքերի կոնտակտ ունի, սակայն փոխազդեցության կոմունիկատիվ ֆունկցիաները շատ տուժած են։ Ես ունեմ երեխա, որ բացարձակ խոսք ոչ վերբալ խոսք ունի, ոչ ռեցեպտիվ, ոչ պերցեպտիվ, բայց այդ ունեմ նաև երեխա, որը 3 լեզվով կարողանում է գրել եւ կարդալ։ Աուտիկ երեխա։ Այո, դրանք դրսևորումներ, դրա համար են ասում, որ աուտիզմ այսօր համարվում է սպեկտր։ Սպեկտրը բնորոշվում է հենց աուտիստիկ ախտանշանների դրսևորման լայնությունից, այսինքն ինչքան ուժգին է դրսևորված, ինչքան բարդ է աուտիզմը դրսևորված երեխայի մոտ եւ ինչքան թեթև։ Այսինքն մենք ասում ենք առաջի, երկրորդ, երրորդ աստիճան ըստ բարդության։ Առաջ կային տարբեր անվանումներ, Ասպերգերի սինդրոմ, Ռետի համախտանիշը, ատիպիկ աուտիզմ, այսօր այդ ամենը կոչվում է աուտիստիկ սպեկտրի խանգարում։ Սպեկտրը շատ լայն դրսևորումն է։ Աուտիզմը ինչպես որ դրսևորվում է բազմագործոնային, այնպես էլ նրա առաջացման պատճառներն են բազմագործոնային։ Դրանք են գենետիկ մուտացիաները, դրանք են շրջակա միջավայրի ազդեցությունը, հղիության շրջանում տարած ինֆեկցիաներ, այսինքն դրանք բոլորը վարկածներ են։ Այսօր հանգել միահամուռ ինչ-որ մի կարծիքի բավականին բարդ է, որտեղ որն էլ դու ասես, դրան հակակարծիք անպայման կլինի։ Ուսումնասիրությունները ու հետազոտությունները շարունակվում են, բայց կա մի բան, որը շատ հստակ է եւ ծնողները պետք է շատ ճիշտ հասկանան, ինչքան վաղ տարիքում ենք մենք այդ ազդանշանները հաշվի առնում եւ ինչքան վաղ տարիքում ենք սկսում լուծման ճանապարհներ գտնել, այնքան ավելի մեծ են այն հնարավորությունները ու շանսերը, որ մեր երեխան հնարավորինս հեշտ կադապտացվի շրջակա միջավայրում։ Սա է ամենակարևոր գերխնդիրը։ Մինչ ինչ անել աուտիկ երեխայի հետ նրան առավելագույն օգնելու համար, եկեք խոսենք նախ ախտորոշելու մասին, բայց ավելացնեմ, որ Թրամփը իր վերսիան ավելացրեց վերջերս ասելով, որ Թայլենոլը հղիության ընթացքում Թայլենոլը նույնպես մեծապես նպաստում է աուտիզմի զարգացմանը, չգիտեմ որքանով դա գիտական հիմք ունի։ Գիտեք, կարծում եմ դեռ դա ուսումնասիրության մեջ է, բայց եթե կա այդպիսի կարծիք, պետք է անպայման դա հաշվի առնել, որովհետև քանի դեռ ապացուցողական բազան թույլ է, ապա ծնողները յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր նոր հետազոտություն պետք է գոնե հաշվի առնեն, խուսափելու համար հետագայում բարդություններից եւ հետո չասել, որ այ, եթե ես լսեի, եթե ես հաշվի առնեմ, բայց ինձ թվում է պետք է ժամանակ եւ լուրջ գիտահետազոտական բազա, որպեսզի հասկանան այն, որ դեղորայքային ազդեցությունները, անտիբիոտիկների ազդեցությունը կարող են հանգեցնել, երեխայի գլխուղեղում տեղի ունեցող այդ ատիպիկ ձևավորումներին,
դա փաստ է, բայց միայն մի գործոնով պայմանավորել աուտիզմը, կարծում եմ այս պարագայում շատ պարզ է։ Եվ կարծիք կա, որ բոլոր գործոնները կարող են մի քանի գործոն միանալ եւ չգիտես որ երեխայի մոտ քանի գործոն է գործի դրվում, ակտիվանում, քանի գործոն ինչ ազդեցություն է ունենում, դրա համար շատ դժվար է սպեկտրը ձևավորվել։ Շատ լայն է, գործոնները եւ ազդեցությունները շատ, դրա համար էլ եւ մասնագետների գործն է այս պարագայում դժվարանում եւ ծնողների։ Եվ գիտեք, քանի որ ապացուցողական բազան շատ թույլ է, ես երբ որ շփվում եմ ծնողների հետ ու հասկանում, որ իրենք կախվում են ամեն մի հույսից, ամեն փրփուրից, ցանկանում են սա էլ փորձել, նա էլ փորձել, եւ այստեղ ամենակարևոր հիմքը, որը պետք է հասկանան, չվնասել է։ Եթե տվյալ մեթոդը, տվյալ տեխնիկան չի վնասելու երեխայի հետագա զարգացմանը, փորձել կամ չփորձել, դա ծնողի որոշումն է, հասկանում եք։ Այստեղ ամենակարևորը պետք է մասնագետը հասկանա, որ չվնասի երեխային, եւ ծնողը պետք է հասկանա, ընտրի այնպիսի ազդեցության միջոցներ, որոնք գոնե, եթե օգուտ չտան, իրենց երեխային չեն վնասելու։ Սա ամենակարևորն է։ Մասնագիտացած եք աուտիկ երեխաների հետ աշխատանքում։ Այո, ես Ամերիկայում սերտիֆիկացված աուտիզմի մասնագետ եմ, չնայած որ Հայաստանում շատ երկար տարիներ աշխատել եմ աուտիզմով բալիկների եւ նրանց ընտանիքների հետ, եւ այստեղ աշխատանքը նույնպես շարունակում եմ իրենց հետ։ Գիտեք, այստեղ մի կարևոր նշում պետք է անել, մինչեւ անցնելը աուտիզմով բալիկների հետ, երեխաների հետ աշխատելուն, պետք է սկսենք ընտանիքից։ Ինչ լուրջ հոգեբանական աշխատանք է պետք տանել ընտանիքի հետ, որը դեռևս նոր է բախվում այս խնդրին, եւ այդ ազդանշանները տեսնելու, ճանաչելու եւ խնդիրը ընդունելու միջակայքում շատ լուրջ հոգեբանական, այսպես ասած, օժանդակություն եւ օգնություն է անհրաժեշտ։ Գիտեք, շատ բարդ է ընտանիքի դինամիկան պահպանելը, երբ որ ծնվում է երեխան այդպես, երբ որ ախտորոշումը արդեն տրվում է երեխային։ Պետք է ծնողները լինեն շատ աչալուրջ, շատ միահամուռ եւ ընտանեկան մթնոլորտը շատ կարեւոր է երեխայի հետագա հաջողությունների գրանցման համար։ Ես իմ փորձից կարող եմ ասել, այն ընտանիքներում, որտեղ թե հայրիկը, թե մայրիկը, տատիկները, պապիկները, շրջապատի բոլոր հարազատները ներգրավված են, գիտակցում են խնդիրը եւ լսում են մասնագետի հորդորները եւ փորձում են հենց այդպես աշխատելու շարունակել, երեխաների հաջողությունը շատ մեծ է, որովհետև տեղից ծնողը, հատկապես մայրիկը, անցնում է շատ լուրջ պայքարի ճանապարհ։ Իսկ եթե այդ պայքարը դեռ գնում է ընտանիքի ներսում, կարելիների, չի կարելիների, խնդրի գիտակցման, խնդրի լրջության գիտակցման առումով, խնդիրը շատ ավելի բարդանում է ծնողի համար, հա։ Ես ունեմ օրինակ մայրիկներ, որոնք փորձում են ամեն ինչ անել, իրենց երեխայի համար ամեն ինչ փորձել, տարբեր մասնագետների մոտ են տանում, տարբեր նորարարություններ, վիտամիններ, սապլեմենտներ եւ այլն, սակայն աջակցություն չունեն, օրինակ ամուսնու, տատիկ-պապիկի կողմից։ Մենք գիտենք, որ աուտիզմի ժամանակ շատ լուրջ խնդիր է սննդային ճիշտ վարքի պահպանումը, հա, որովհետև այս երեխաները ունեն մարսողական համակարգի խնդիրներ, այսինքն աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ եւ ճիշտ nutrition-ը, այսինքն ճիշտ ուտելիքների ներմուծումը նրանց կյանք շատ կարեւոր է։ Եվ այսպեսի մի շատ պարզ օրինակ ասեմ, երբ որ մաման գիտակցում է դա, որ քաղցրը, վատ սնունդը, գազավորված ըմպելիքները հակացուցված են, մենք գնում ենք շատ լուրջ, հա, nutrition-ի հետ է աշխատում, շատ լուրջ դիետաներ, որտեղ դա ուղղակիորեն ազդում է երեխայի այդ օրվա վարքի վրա, մտավոր կոգնիտիվ ֆունկցիաների զարգացման վրա, տատիկ-պապիկ ասում են, բայց դու շատ դաժան մամա ես, հիմա որ երեխան մի հատ շոկոլադ ա ուզում, մենք ո՞նց չտանք ախր։ Հասկանում եք, այստեղ այդ շատ կենցաղային անգամ դրվագներում շատ լուրջ բախումներ են առաջանում, եւ այդ զարգացման process-ը անընդհատ թվում է պայքար։ Մինչդեռ աուտիզմի ընդհանրապես աուտիզմով ապրելու շտկողական աշխատանքի այդ ճանապարհը երկարատև է եւ կարող է տևել մի ամբողջ կյանք։ Եվ այդ ուժը իրար օգնելու, իրար օժանդակելու ընտանիքի ներսում եւ դրսում շատ լուրջ է եւ շատ կարեւոր է, որովհետեւ այն երեխաները իրոք, որոնք ունեն շատ մեծ օժանդակություն ընտանիքի բոլոր անդամների կողմից, արդյունքները լինում են շատ լավը։ Բայց գիտեք, ցավոք սրտի, թե վերջերս շատ է խոսում աուտիզմի մասին, մասնագետները շատ են լուսաբանում թեման, սակայն ստիգմա կա աուտիզմի շուրջ եւ նաեւ պայքար կա ընդունելու
ընտանիքում, կարծում եմ։ Այո, հատկապես հայ հասարակության մեջ։ Ձեր փորձը ինչ է ասում այդ իմաստով։ Գիտեք, եթե ես համեմատեմ այն ժամանակները, երբ որ ես նոր էի սկսում այս ոլորտում աշխատել եւ հիմա, պատկերը իհարկե շատ է փոխվել։ Այսօր ծնողները շատ ավելի աչալուրջ են, գիտակից ու բաց, բայց 2008, 9, 10 թվականների մասին է խոսքը, բայց ասել, որ շատ հեշտ է դա ընդունել, ծնողների կողմից շատ հաճախ դա ընդունվում է որպես դատավճիռ, որը ամբողջ կյանքի համար է, մի կարգավիճակ, որով իրենք պարտավոր են ապրել ամբողջ կյանքի ընթացքում։ Այստեղ շատ կարևոր է ճիշտ մասնագետի ինֆորմացիան ճիշտ մատուցելու ձևը, հա։ Եթե դու միանգամից տալիս ես շատ լուրջ, այսպես տոնայնությամբ, ծանրությամբ եւ ասելու, որ հույս չկա, այսպեսին է երեխան եւ դու հենց այսպես պետք է ապրեք ամբողջ կյանքի ընթացքում, ընկալելը, ընդունելը, մարսելը ինֆորմացիան, բայց նույն ինֆորմացիան կարելի է մատուցել լրիվ այլ տարբերակով, հատկապես որ աուտիզմը այն ոլորտն է, որ ուսումնասիրությունները դեռ արվում եւ շարունակվում են, ու դու երբեք չգիտես 5 տարի հետո, 6 տարի հետո կամ 10 տարի հետո լուծման ու բուժման ինչ նոր ճանապարհներ կարող են ի հայտ գալ։ Դրա համար ես միշտ ծնողներին ասում եմ, մի շատ հետևեք, ընկեք դիագնոզների հետևից։ Կոնկրետ երեխան ունի այս խնդիրները, պետք է համակարգային մոտեցում հասկանալու, որ ոլորտներն են ամենաշատ տուժած երեխայի մոտ։ Պետք է ընտրել ճիշտ մասնագիտական խումբ, որը համապատասխան է հենց այդ երեխային, որովհետև տարբեր աուտիստիկ սպեկտրի տարբեր երեխաների մոտ խնդիրները տարբեր են, եւ մասնագետների մոտեցումը ու լուծումներն էլ շատ տարբեր կարող են լինել։ Այսինքն ճիշտ ախտորոշումը, ճիշտ մասնագիտական խմբի ընտրությունը շատ լուրջ խնդիր է եւ ինչքան վաղ տարիքում է դա իրացվում, այնքան ավելի կարևոր է։ Շատ հաճախ բախվում եմ նաև այսպիսի խնդրի, երբ որ ծնողները գալիս են, ասում են, մենք տեսնում ենք, որ երեխան խնդիր ունի, մենք ուզում ենք, որ դուք աշխատեք, բայց չենք ուզում, որ որևէ դիագնոստիկա անցնի, այսինքն պետական որևէ սիստեմի մեջ չենք ուզում երեխան մտնի, որովհետև դա հետո մնում է նրա ռեքորդների մեջ եւ կյանքի ընթացքում կարող է դժվարություններ։ Ամբողջությամբ հասկանալով եւ ընդունելով այս մտավախությունները, ես միշտ նրանց հորդորում եմ, որ ինչքան շուտ երեխան ստանա աջակցությունների այն ամբողջ ցանկը, որը պետությունը անվճար կարող է նրանց հատկացնել, այնքան ավելի մեծ է նրա կյանքի որակի բարելավման հնարավորությունը եւ մեր վախերը, մեր լարվածությունը տարածել երեխայի կյանքի ապագայի ճակատագրական որոշումների վրա, կարծում եմ փոքրինչ սխալ է այս պարագայում եւ շատ կարեւոր է ընտանիքի հետ աշխատել այս պարագայում, մայրիկների հետ միշտ կապի մեջ լինելը, միշտ լինելը նույն էջի վրա, մայրը ծնողը պետք է ընդունի մասնագետի ասածը եւ միայն այդ պարագայում է հնարավոր երեխայի մոտ լավ դրական արդյունքների գնահատում, որովհետեւ այն 1 ժամ, 2 ժամ աշխատանքը, որը մասնագետը անում է երեխայի հետ, պետք է շարունակական լինի, չէ՞ որ մենք շփվում ենք երեխայի հետ 1 կամ 2 ժամ, իսկ նա մնացած 12-13 ժամը անցկացնում է ընտանիքում ծնողի հետ։ Եթե այդ հմտությունը, որը տալիս է մասնագետը, սովորեցնում է մասնագետը, կոգնիտիվ ֆունկցիաների զարգացման այն ուղին, հա, որը ընտրում է մասնագետը, խորհուրդ է տալիս ծնողին, ինչ տեխնիկաներ կիրառել, ինչպես անել տանը, չի իրականանում, կապ չկա, ամրապնդումը, որը աուտիզմով երեխաների մոտ շատ ավելի բարդ է լինում, այսինքն յուրաքանչյուր հմտություն, այստեղ ինքը սովորում է, վաղը կարող է լիարժեք մոռանալ եւ դու նորից պետք է սկսես ամրապնդման process-ը շատ բարդ է երեխաների մոտ։ Ծնողների կողմից իրականացվող աշխատանքը այս պարագայում հսկայական է։ Ծնողների հետ եք դուք աշխատում, թե ուղղորդում եք այլ մասնագետների մոտ։ Եթե ծնողները պետք է անցնեն անձնային թերապիա, բնականաբար երեխայի հետ աշխատող եւ ծնողի հետ աշխատող մասնագետները տարբեր են, սակայն երեխայի խնդիրների շուրջ անպայման աշխատանքի ընթացքի շուրջ, խնդրի ընդունման շուրջ, յուրաքանչյուր օժանդակություն ու աջակցություն, որը ես կարող եմ հատկացնել ծնողին, միանշանակ դա արվում է եւ առանց այդ փոխադարձ կապի լիարժեք աշխատանքի արդյունավետությունը մենք չենք կարող սպասել եւ ունենալ։ Դուք ասացիք մեթոդները եւ մոտեցումները տարբեր են, ձեր մոտեցումը որն է, մարդը ընտանիքը եկավ ձեզ մոտ, մայրը բերեց երեխային աուտիզմի կասկածով,
Դուք ախտորոշում եք, դուք ինքներդ ես ախտորոշում այստեղ չեն անում, ես ուղղորդում եմ համապատասխան մասնագետների մոտ, որոնք կարող են տալ եթե իրենց պետք է ախտորոշում, լիարժեք ախտորոշում, դա անում է բժիշկ, նյարդաբան, հոգեբույժ, կլինիկական հոգեբանը, եւ միայն դրանից հետո, երբ որ իրենք ընտրում են արդեն թերապիաների այն խումբը, որը կոնկրետ համապատասխան է իրենց երեխաներին, իրականացնում եմ նաեւ երեխաների հետ աշխատանքը։ Որն է ամենաարդյունավետ մոտեցումը ելնելով ձեր փորձից։ Գիտեք, ամենաարդյունավետ մոտեցում չկա, որովհետև երեխաները տարբեր են, երեխաների խնդիրները եւ դժվարությունները շատ տարբեր են։ Այսօր եւ Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում ընդունված ամենակիրառվող մեթոդը դա ABA տեխնիկան է, այսինքն վարքային կիրառական վարքային վերլուծաբանական մեթոդը, երբ որ երեխային բազմակի կրկնողությունների միջոցով սովորեցնում են սոցիալական տարբեր տիպի հմտություններ, որովհետև եթե ուրիշ երեխաները սովորում են ուղակի նայելով, ուղակի խաղալով, ուղակի մյուս երեխաների հետ փոխազդեցության մեջ մտնելով, ապա այս բալիկներին պետք է բազմակի կրկնողությունների մոտ ամենապարզ, ամենապրիմիտիվ սոցիալական հմտությունները սովորեցնել եւ յուրացնել։ Տարբեր դեպքեր կա, որոնք օրինակ ABA-ը շատ լավ արդյունք է տալիս, շատ լավ է աշխատում, կան դեպքեր, որոնց ավելի մոտեցումը նատուրալիստիկ մեթոդներ են, որոնց կողմնակիցն եմ ես, այսինքն խաղային տեխնիկաների կիրառումը ավելի բնական միջավայրում երեխայի զգայական կոգնիտիվ ֆունկցիաների զարգացումը։ Ես ավելի անում եմ զարգացման ոլորտի աշխատանք, այսինքն կոնկրետ վարքային ABA թերապևտները Ամերիկայում դրանք առանձին ուղղություն են, որոնք աշխատում են եւ շատ լավ աշխատում է հատկապես միջինից ծանր երեխաների հետ, երբ որ կոգնիտիվ ֆունկցիաները շատ տուժած են, վարքային հմտությունները շատ սոցիալական հմտությունները շատ սահմանափակ են վարքային մոդելները եւ այս երեխաների հետ հենց ABA տեխնիկաները շատ լավ աշխատում են։ Այսեղ կարեւոր է հասկանալ շատ աուտիստիկ երեխաների մոտ ուժած է լինում սենսամատոր ոլորտ, այսինքն զգայաշարժողական ոլորտը։ Երբ որ փոքր երեխային բերում են հոգեբանի մասնագետի, զարգացման մասնագետի, պետք է հասկանալ որտեղից սկսել, որ ոլորտն է տուժած։ Մենք երեխայի զարգացումը ինչպես է իրականանում։ Մենք սկզբում աշխարհը ճանաչում ենք մեր զգայարանների միջոցով, մեր անալիզատորների միջոցով։ Հենց ամենամեծ խնդիրը այն է, որ աուտիստիկ երեխաների մոտ այդ զգայական ընկալումը աշխարհի փոքրինչ այլ է, ավելի դժվարացված են, կապերը բացակայում են։ Եվ մասնագետի խնդիրն է, որ զգայական ճանաչողությունը աշխարհի հեշտացնել, տարբեր սենսորային ինտեգրացիայի տարբեր տեխնիկաների կիրառմամբ եւ նոր միայն անցնել կոգնիտիվ ֆունկցիաների զարգացման, այսինքն դա ուշադրություն, մտածողություն, երևակայություն եւ այլն։ Եվ այս ամենին զուգահեռ ամենակարևորը դա կոմունիկատիվ ֆունկցիաների զարգացումն է, որը իրականանում է խաղային տեխնիկաների միջոցով։ Մենք ճանաչում ենք աշխարհը, մենք զարգանում ենք խաղալով։ Սա ամենակարևոր բանն է։ Մենք ինչ ենք մանկապարտեզ տանում երեխաներին, որտեղ ասում ենք մանկապարտեզ ենք տանում, որ նա շփվի այլ երեխաների հետ եւ խաղի միջոցով զարգացնի կյանքի մոդելը ճանաչի, զարգացնի իր ճանաչողական ֆունկցիաները, ճանաչի աշխարհը։ Աուտիզմով երեխաների խնդիրը այն է, որ իրենց ուշադրությունը, իրենց հետաքրքրությունը ուղղված է ներս։ Նրանք չունեն այն հմտությունները, որոնք կօգնեն նրանց ճանաչել արտաքին աշխարհը իրենց զգայարանների միջոցով, տեսնելու, լսելու, զգալու ունակությունները փոքրինչ խաթարված են եւ մասնագետի օգնությունն է հենց այստեղ օժանդակել, խթանել այս ոլորտների զարգացումը։ Սա է ամենամեծ եւ ամենալուրջ դժվարությունը այս բալիկների հետ աշխատելու։ Սպեկտրը շատ լայն է, բալիկները շատ տարբեր են։ Մենք ես ունեցել եմ շատ լավ հաջողություններ, երբ որ երեխան այնպիսի մեծ հաջողություններ է գրանցել, որ դիագնոզը դուրս է եկել, նա դպրոցում շատ լավ հաջողությունների է հասել, այսինքն դա կարող է լինել վաղ մանկության տարիքում սխալ ախտորոշման կամ շատ թեթև դրսևորման հետ սիմպտոմների, որոնք ճիշտ աշխատանքի երկարատև աչալուրջ աշխատանքի միջոցով հարմարեցման արդեն հմտությունները այնքան լավ են զարգացել, որ նա լիարժեք կարողացել է ինտեգրվել սոցիումի մեջ։ Սա ամենակարևորն է եւ ամենամեծ հաջողությունն է մասնագետի։ Յուրաքանչյուր մասնագետ, որը նվիրված է իր գործին, որը սիրում է իր գործը, յուրաքանչյուր բալիկի առաջի ասված խոսքը, առաջի աչքերի կոնտակտը, առաջի ֆունկցիոնալ
հասկանալ խաղի հմտությունները, շատ կարևոր է, այո, ես հիշում եմ, երբ որ իմ բալիկներից մեկը սկսեց հանկարծակի խոսել, ես մի ամբողջ օր հուզված լաց էի լինում, որովհետև դա շատ երկար սպասված, դրանք իրական մարդկային արդյունքներ, որովհետև դու եթե երեխա չես սիրում, եթե շատ բարդ աշխատանք է դա։ Որքան եք սպասել աշխատել այդ բալիկի հետ խոսի։ 2-3 տարի։ 2-3 տարի եւ երբ որ դու անընդհատ ներդնում ես եւ արդյունք քեզ թվում է որ չկա եւ ծնողը շատ հաճախ էր ասում որ այսքան աշխատում ենք բայց ես շատ մեծ փոփոխություն ես միշտ ասում եմ եղիր համբերատար նա այս ամբողջ ինֆորմացիան կուտակում է եւ գալու է մի պահ որ նա մեզ այդ ամեն ինչը հետ է տալու եւ հենց այդպես էլ եղավ իր հնարավորությունների սահմաններում իր զարգացման պոտենցիալի սահմանում բայց նրա առաջին բառերը լսել ինձ համար շատ հուզիչ էր եւ ես միշտ այդ դեպքերը հիշում եմ ես միշտ բոլորի հետ ապրում եմ ես միշտ հաշվի եմ առնում ծնողների ոչ կայուն հոգեհուզական վիճակը որովհետեւ նրանք կարող են լինել շատ լարված երբեմն իրենց վարքը իրենց պահվածքը լինի թվացial ոչ adekvat բայց դու որպես հոգեբան հասկանում ես թե ձեր նկատմամբ ընդհանրապես եւ հարաբերությունների մեջ եւ աշխատանքի մեջ եւ այդ լարվածությունը ընդհանուր իրենց շատ տարբեր մարդիկ են հանդիպում բայց պետք է միշտ հասկանալ ծնողի վիճակը միշտ մտնել նրա հոգեվիճակի մեջ հասկանալու ինչ բարդ ուղի է նա անցնում որպեսզի օգնի երեխային հնարավորինս հեշտ ինտեգրվել սոցիալական միջավայր գիտեք ասել որ մենք պետք է ընդունենք այդ երեխաներին, այո, մենք պետք է ընդունենք նրանց այնպիսին, ինչպիսին կա, բայց մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորինս սենսորային, զգայական հարմարավետ միջավայր, որպեսզի այս երեխաները այս միջավայրում իրենց հարմարավետ զգան։ Ամենակարևորը դա է, որովհետև հաճախ Ինչ է նշանակում սենսորային հարմարավետ միջավայր։ Շատ հաճախ այս երեխաների մոտ զգայական ոլորտը ընդհանրապես լինում են կամ գերզգայուն կամ թեր շատ այսպես ասած ծայրահեղական են լինում օրինակ երեխաներ կան որ կարող են շատ բարձր ձայներ մի քիչ բարձր անգամ ձայներից շատ մեծ հոգեհուզական լարվածության մեջ ընկնել լուսավորությունը ձայնը ընդհանուր ընտանիքի մթնոլորտը չէ որ նրանք սիրում են ամեն ինչում նույնականություն երբ որ իրանք սիրում են մի միջավայր չեն սիրում փոփոխություն այս երեխաները եթե իրանք ապրում են մի միջավայրում սիրում են ռիտուալներ անպայման կրկնվող հա ամենօրյա կրկնվող եթե փոխվում է իրենց միջավայրը փոխվում է իրենց առօրյան օրինակ հա առավոտյան մայրը արթնացել է միշտ նույն ճանապարհով տանում մասնագետի մոտ այսօր նա ճանապարհը ինչ պատճառներով ստիպված էր փոխել եւ երեխան կարող է երկար ժամանակ գտնվել ծանր հոգեհուզական վիճակում հասկանալու, հարմարվելու այն նոր տեսարանի նոր իրավիճակին, որը նա հանդիպեց։ Եվ դրա համար այս երեխաների հետ աշխատելու եւ մայրիկների եւ մասնագետների առաջին գործը ճանաչել նրանց սենսորային պահանջները, ստեղծել նրանց համար համապատասխան բարեհաճ սենսորային միջավայր, որպեսզի երեխան հնարավորություն զգա, զգալ իր մարմինը, հա, ստանալ այն զգայական ստիմուլներն ու իմպուլսները, որ իրեն անհրաժեշտ են եւ նոր միայն հնարավորություն ունենա ճանաչի արտաքին աշխարհը, փորձի մտնել այդ արտաքին աշխարհի մեջ եւ փորձի սոցիալական տարբեր տիպի հմտություններ ձեռք բերել այս կյանքում իրեն ապահով եւ հարմարավետ զգալու համար։ Սա շատ կարեւոր դրույթ եւ երևույթ է, եթե մենք ուզում ենք ճիշտ վերաբերմունք ցուցաբերել այս բալիկներին։ Ես շատ նաեւ միշտ Հայաստանում էլ տարբեր տիպի սեմինարներ ենք անցկացրել, հանդիպումներ, դպրոցներում, անկապարտեզներում նեյրոտիպիկ, այսինքն նորմատիպիկ երեխաների ծնողների հետ, որոնք չունեն աուտիզմ, բացատրելու, ճանաչելու այս խնդիրը, ճանաչելու այս երեխաների առանձնահատկությունները, ճիշտ ուղղություն տալու սեփական երեխաներին, ինչպես ընդունել այս երեխաներին, հա, ինչպես փոխազդեցության մեջ լինել այս երեխաների հետ, որովհետև մենք պետք է ճանաչենք մեզ շրջապատող մարդկանց, մենք պետք է բարի լինենք եւ փորձենք ամեն կերպ օժանդակել, եթե նրանք ունեն որոշակի դժվարություններ, հա, կյանքի հմտությունների առումով, ամենապարզ սոցիալական հմտությունների առումով մենք պետք է այնպիսի այդ որ ասցիք սենսորային հարմարավետ միջավայրը փոխազդեցության համար էլ պետք է լինի միջավայրը բարենպաստ երեխայի զարգացման համար նրան պետք է ճանաչեն, ճիշտ հասկանան նրա պահանջմունքները։ Այս շատ հաճախ օրինակ, հա, դասարանում երեխան կարող է
ոչ, այսպես ասած, ոչ ընդունելի վարք ցուցաբերել եւ ուսուցիչը կարող է բողոքել դրանից, որ երեխան չի նստում, անդադ գոռում է, ականջները փակում է եւ բարձր որ երբ որ երեխայի մոտ օրինակ շատ ուժեղ ձայնային ազդակներ են, այսինքն տարբեր երեխաները գոռալով են իրար հետ խոսում, ձայները բարձր է, այլևս նահանդուրժել այդ իրավիճակը չի կարողանում, դրա համար է փակում ականջները, դրա համար է գոռում։ Այս երեխային պետք է որոշակերոն առանձնացնել, հա, նրա համար հարմարավետ միջավայր ստեղծել, միջև այն պահը, երբ որ նա կհանգստանա, լարվածությունը կթուլանա եւ նորից ինտեգրել։ Այսինքն ճանաչել երեխային, ճանաչել նրա զգայական պահանջները եւ հարմարավետ միջավայր ստեղծել երեխայի զարգացման համար, սա է մեր մասնագետների, դպրոցի, մանկապարտեզի եւ ծնողների ամենաառաջին, այսպես ասած, աշխատանքը, որը պետք է տանել։ Կան մասնագիտացված հաստատություններ, որոնք աշխատում են աուտիկ երեխաների հետ եւ հաճախ մայրերը նաեւ նախընտրում են տանել երեխաներին սովորական մանկապարտեզ կամ դպրոց եւ մասնագետներն էլ կարծեմ համարում են, որ սովորական միջավայրում երեխան իրեն ավելի լավ կզգա եւ զարգացման ընթացքը երևի ավելի թե բազմազան կլինի եւ ավելի արդյունավետ։ Դուք ինչ եք կարծում։ Տեսեք, սա էլ է կախված երեխաների մոտ աուտիզմի դրսևորման աստիճանից։ Այսինքն, եթե երեխան օրինակ միջին կամ mild թեթև աուտիզմով երեխա է, բնականաբար դրա համար նորմատիպիկ երեխաների հետ շփումը, ավելի բնականon միջավայրում գտնվելը շատ ավելի բարենպաստ պետք է լինել, որոշակի ուղղորդմամբ, որոշակի օժանդակությամբ կամ օգնությամբ։ Բայց լինում են դեպքեր, երբ որ երեխայի մոտ վարքային դրսևորումները, հա, ոչ տիպիկ, այսինքն դաշտային վարքի դրսևորում, երեխայի սենսորային պահանջները, այսպես ասած, շատ խաթարված են, նրանց պետք է մասնագիտացված խումբ, հատուկ մասնագետների խումբ, հատուկ միջավայր, որը հանրակրթական ընդհանուր այսպես կոչված դպրոցը նրանց ուղակի տալ, ապահովել չի կարող։ Եվ այս երեխաների հետ պետք է հասկանալ ինչքանով է դա օգուտ տալու իմ երեխային, ինչքանով է դա անհրաժեշտ եւ պետք։ Այն երեխան, որը ունի խոսք, որը կարող է նստել, որը կարող է ենթարկվել համընդհանուր կանոններին, որոշակի առումով թեկուզ օգնությամբ, իհարկե ավելի նպաստավոր է, եթե երեխան ինկլյուզիվ միջավայրում է, այսինքն ներառական միջավայրում է շփվում, բայց ծանր դեպքերի պարագայում նրան ավելի լուրջ մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ, որպեսզի նրա ինքնազգացողությունը, հա, ավելի լավ լինի եւ կարողանան ավելի ճիշտ օժանդակություն եւ օգնություն մատուցել նման երեխաներին։ Դուք մի քանի անգամ կարևորեցիք ընտանիքի դերը, այ տատիկ, պապիկ, ընտանիքի մյուս անդամները ինչպես պետք է վերաբերվեն, անընդհատ խոսեն, ամեն գործողությունը բառի վերածելով, թե այլ մեթոդներ կան, թե հատուկ ուզում եմ ասել հատուկ մոտեցում է պետք, թե ինչպես որ փոքրիկ երեխայի հետ ինչպես են վերաբերվում տան անդամները։ Ցավոք իրավիճակը այնպեսին է, որ երեխաներից յուրաքանչյուրը տարբեր է։ Յուրաքանչյուր երեխա ունի իր մոտեցման, յուրաքանչյուր աուտիստիկ երեխա ունի իր մոտեցման առանձնահատկությունները, նրբություններն ու դժվարությունները։ Միայն ճանաչելով երեխային, որոշակի աշխատանք տանելով, անպայման պետք է աշխատանք տարվի ընտանիքի անդամների հետ։ Ճանաչելով երեխայի զգայական պահանջմունքները ճիշտ ուղղորդում արվի ընտանիքի անդամներին։ Օրինակ, եթե երեխան գերզգայուն է, լույսերի, ձայների, բարձր ձայների, պետք է նրա մոտ խուսափել, օրինակ վեճերից, խուսափել փոփոխություններից։ Օրինակ երեխաներ կան, որ հարմարման ֆունկցիաները ավելի լավ են զարգացած, այսինքն նա կարող է ճանապարհորդել, օրինակ ծնողի հետ, հա, նա կարող է փոփոխություններին ավելի հեշտ, կան երեխաներ, որ դրանք շատ դժվար են իրականում, այսինքն այս ռիտուալների, կրկնվող երևույթների փոփոխությունը իրենց համար շատ ավելի դժվար է։ Դրա համար առաջին հերթին պետք է ճանաչել երեխայի հնարավորությունները, հասկանալ կարիքները եւ նոր ըստ դրա որոշակի մոտեցում ցուցաբերել երեխաներին։ Հիմնարար խորհուրդներ չեն կարող։ Յուրաքանչյուր երեխայի, նայեք, ամենակարևոր երևույթը, որը ես խորհուրդ կտամ բոլորին, լսել ձեր երեխայի հետ աշխատող մասնագետների խորհուրդներին եւ հորդորներին։ Ճիշտ ամենակարևորը ինձ համար դա ճիշտ սննդային միջավայրն է, ճիշտ սննդային վարքի ձևավորումն է երեխայի մոտ, որովհետև դա ուղղակիորեն ազդում է նրա վարքի, նրա ուղեղի զարգացման, խոսքի զարգացման ոլորտների։ Որն է ճիշտը եւ որը սխալը։ Ճիշտ եւ ճիշտ ու սխալ նշել։ Նայեք, Միացյալ Նահանգներում մենք ունենք այս խնդիրը, որ յուրաքանչյուր ուտելիք, որ մենք ուտում ենք, արդեն իսկ այնքան հորմոնալ հավելումներով է, որ մենք շատ դժվար ենք ընտրում։ Այսինքն այն ուտելիքը, որը վերամշակման է մի քանի անգամ ենթարկվում, թունավոր է սովորական յուրաքանչյուր մարդու համար։
աուտիզմի սպեկտրում գտնվող երեխաներին դա տասնապատիկ ավելի լուրջ խնդիր է հանդիսանում։ Քաղցրավենիքը, որը ոչ առողջ, շաքարային հավելումներ է պարունակում, գազավորված ըմպելիքների, այսինքն յուրաքանչյուր բացասական թունակի մի կատով հարուստ երևույթ, եթե մենք կարողանում ենք օրինակ ֆիլտրել թվացյալ ազդեցություն մեր վրա չի թողում, իրենց մոտ ազդեցություն, ես երեխան գալիս է ինձ մոտ, ես արդեն գիտեմ ինքը ինչ սննդային խախտումներ է արել նախորդ օրը, ինչպես է քնել, ինչ է կերել, եւ պարզ մեկ է ծնող ասում է, վայ ճիշտ եք ասում, տատիկը երեք 2 շոկոլադ է տվեք կամ գնաց վերցրեց, չկարողացան գալ։ Միանգամից վարքի վրա դա անդրադառնում է։ Դրա համար առաջինը սկսում ենք այդտեղից, սննդային վարքի կարգավորումն է։ Երկրորդը, ամենակարևորը, հնարավորինս շատ երեխայի հետ խաղալը։ Խաղ, գիտեք, շատ հաճախ ծնողներ ասում են, գիտեք, մենք տանը ունենք շատ խաղալիքներ, ինքը գնում է, խաղալիքին կպնում է, նայում է, խաղային գործունեություն դա խաղի ֆունկցիոնալությունն է։ Երբ որ երեխան ուղակի խաղալիքը վերցնում է եւ տարբեր մանիպուլյացիաներ է անում խաղալիքի հետ, դա դեռ խաղ չէ։ Այսինքն երեխան պետք է հասկանա խաղալիքի օգտագործումը ըստ նշանակության։ Եթե երեխան մեքենան վերցնում է, ուղակի թափահարում է, կրկնվող ինչ որ գործողություններ է անում, կամ ինչպես աուտիզմով երեխաները շարում են նույն գծով, նույն գույներով եւ այլն, դա դեռ խաղ չէ։ Խաղը, երբ որ երեխան դա քշում է, ինչ որ բաներ է դնում, տարբեր առարկաներ է դնում, ձայներ է հանում համապատասխան, որը այդ խաղին պետք է բնորոշվի, գիտի յուրաքանչյուր խաղալիքի օգտագործման ձևը, ճանապարհը։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև հասկանալ իրենց մոտ ինչն է դժվարությունը։ Եթե երեխան սովորեցում է, որ այս խաղը օգտագործում ենք հենց այս կերպով, դրանց համար դա փոխելը, այլ մանիպուլյացիաներ անելը, ֆունկցիոնալություն ավելի լայնացնելը, ճկունացնելը շատ ավելի բարդ է լինում, Ճանաչողական ոլորտի զարգացման համար հենց դա էլ է խնդիրում, այսինքն նմանատիպությունը, սահմանափակությունը, վարքային ընկալման ճանաչողական մոդելների նույնպես խնդիր է մասնագետի համար նրա ճանաչողական ֆունկցիաների։ Ուշադրությունը, կենտրոնացվածությունը, աչքերի կոնտակտը, որտեղ եթե չկա ուշադրություն, երեխան չի կարողանում կենտրոնացնել ուշադրություն, ինքը չի կարողանում լսել, ընկալել, հրահանգը հասկանալ։ Սկսում ենք ուշադրության, զգայական ուշադրության ոլորտի զարգացումը, հաղորդակցման ֆունկցիաների զարգացումը, անձի հետ փոխազդեցության ոլորտը, շատ կարևոր մի բան է, նաև աուտիզմով երեխաների մոտ շատ հաճախ է դա լինում, երբ որ ասում են, գիտեք, երեխան օրինակ 1-1.5 տարեկանում, ես նրան շատ ազատ կարող եմ յուրաքանչյուր տեղ տանել, թողել ինքը բոլորի հետ, շատ լավ, շատ ընկերական կարող է ձեռքը բռնել, գնալ։ Սա էլ է արդեն ձեզ համար ազդակ, որովհետև այդ տարիքում երեխան պետք է ճանաչի յուրայինին եւ օտարին։ Այդ տարբերակումը պետք է մտնի, հուզական կապեր ունենա ծնողի հետ։ Այս հուզական կապերի նաեւ թուլությունը, բացակայությունը նույնպես մեզ համար պետք է ազդակ լինի։ Երեխան ամենտեղ կարող է գնալ, իր համար միևնույն է, իր համար ծանոթ մարդիկ են թե ոչ։ Այսինքն այդ անվտանգության անգամ սահմանները իրենց մոտ բավականին լղոզված են լինում, Աուտիզմով երեխաներ կան, օրինակ, որ ունեն գերզարգացած ունակություններ, որոշակի ունակությունները գերզարգացած են, որը մենք առաջներում անվանում ենք Ասպերգերի սինդրոմ, հիմա համարվում է բարձր ֆունկցիոնալություն ունեցող երեխաներ։ Օրինակ, երեխաներ, որոնք կարող են 3 տարեկանում գրել 3 լեզուներով, կարդալ 3 լեզուներով, ես ունեցել եմ նման դեպքեր, երեխաներ, որոնք օրինակ մաթեմատիկական այնպիսի ունակություններ ունեն, որոնք շատ զարմանալի են, բայց այս երեխաները կարող են պարզ կենցաղային հմտությունների չտիրապետեն, այսինքն սոցիալական իրավիճակները չընկալել։ Ամենապարզ տղա աղջիկ, խաղային ոլորտի տարբեր նյուանսներ ու դրսևորումներ, ինչպես իրեն պահել դպրոցում, ինչպես իրեն պահել շրջապատում, ինչ է ամոթ, ինչ է կարելի, չի կարելի, այսինքն այս սոցիալական նորմերին ծանոթ լինելը իրենց համար դժվարություն է իրենից ներկայացնում։ Առաջինը նաև ինչը շատ կարևոր է մեր ծնողներին ես հորդորում եմ, ընթացքում անդադ հիշում եմ ինչ պետք է ասել, ինքնասպասարկման հմտությունների ձևավորում։ Սա շատ կարևոր է, եթե դուք ուզում եք երեխան զարգանա, եթե ուզում եք նրա կոգնիտիվ ֆունկցիաները, վարքի ոլորտը զարգանա, պետք է սովորեցնել ինքնասպասարկման հմտություններ։ Երեխային պետք է դուրս անել իր կոմֆորտի զոնայից, եթե դու ուզում ես, որ նա մեծանա եւ զարգանա։ Եթե սովորական երեխան, որը չունի աուտիզմ, մենք նրա փոխարեն ամեն ինչ անենք, նրա հնարամտությունը, ճկունությունը,
հա, կյանքի հմտություններին տիրապետելը տուժում է բնականաբար։ Այսինքն յուրաքանչյուր երեխա պետք է դժվարություն հաղթահարի, որպեսզի նոր հմտություն սովորի։ Նոր հմտության ձևավորումը ընդհանրապես դժվար գործ է։ Աուտիզմով երեխաների պարագայում շատ ավելի դժվար։ Մեր ծնողները ունեն այս վերաբերմունք, եթե երեխան ունի որոշակի խնդիր, հա, զարգացման խնդիր, չի շփվում, չի կարողանում իր հույզերը արտահայտել, մենք պետք է ամեն ինչ իր փոխարեն անենք։ Եվ իրենց թվում է, որ դա սիրո, հոգատարության արտահայտման ձև է, այնինչ հակառակը։ Մենք ինչքան շատ ենք անում իրենց փոխարեն ամեն ինչ, մենք այնքան զրկում ենք իրենց լիարժեք այս հասարակության անդամը լինելու հնարավորությունից եւ զարգանալու իրական հնարավորություններից, որը յուրաքանչյուր երեխա իր զարգացման ռեսուրսների սահմանում կարող է ունենալ, կարող է յուրացնել եւ ձեռք բերել։ Հենց մասնագիտական օժանդակությունն ու օգնությունն էլ հենց դրանում է նաեւ կայանում, սոցիալական ինքնասպասարկման, որ ինքնուրույն ուտել, ինքնուրույն հագնվել, ինքնուրույն խաղալիքները դասավորել, սկսած ամենապրիմիտիվ գործողություններից, որը փորձում է ծնողը ամեն կերպ պաշտպանել, ամեն կերպ երեխայի փոխարեն անել, որը շատ խանգարում է։ Հիմա մեզ լսող ծնողները բավականին տագնապեցին, կասկածների մեջ ընկան, եկեք օգնենք նրանց։ Ինչ նշաններ կան, որոնք օգնեն ծնողին հասկանալ, որ մի բան այն չէ։ Պետք է շատ ուշադիր լինել երեխայի ընդհանրապես հակազդումներին, ռեակցիաներին։ 6-8 ամսեկանում նրա գղգղանքի, թոթովանքի փուլում, ինչպես է նա արձագանքում ձայնին, ինչպես է արձագանքում իր անվանը, արդյոք նայում է աչքերի մեջ թե ոչ, նայում է շարժվող երևույթներին, հետաքրքրություն ցուցաբերում է արտաքին աշխարհի նկատմամբ թե ոչ, կրկնվող գործողությունների արկայությանը, ստերեոտիպիկ գործողությունների արկայությանը, հա, ստիմերի արկայությանը, ուզում է շփվել երեխաների հետ, թե ոչ։ Այդ տարեք երեխային խաղահրապարակ, իր տարիքի 1, 1.5, 2 տարեկանում ձեր երեխաներին, եւ դուք ուղակի կողքից նայեք ինչպես է նա խաղում։ Ունի խաղի նախաձեռնողականություն, գնում է հասակակիցների հետ շփման, թե չի գնում։ Սիրում է մեկուսանալ իր խաղային մանիպուլյացիաները իրականացնել, թե փորձում է ինչ-որ մեկին ներգրավել իր խաղային գործընթացում։ Այսինքն երեխայի խաղը, վարքը եւ շատ նյուանսներ, որոնք հիմա շատ բաց հասանելիության դաշտում են, հա, յուրաքանչյուր ծնող կարող է ինտերնետը միացնել եւ շատ իհարկե այդտեղ շատ նաեւ բազմազան են մոտեցումներ եւ շատ ավելի բարդ է, բայց կան շատ կոնկրետ մոտեցումներ, դա աչքերի կոնտակտն է, դա սոցիալական հմտությունների զարգացումը, խաղային գործունեության զարգացումը եւ կոմունիկատիվ ֆունկցիաների զարգացումը։ Օրինակ 1.5 տարեկան երեխան պետք է կարողանա պարզ հրահանգներ կատարել, գնա լույսը անջատի, գնա կոշիկը դբեր, եթե երեխան չի ընկալում իրեն ուղղորդված խոսքը, սա ցուցանիշ է, այո։ Շատ հաճախ ցավոք ծնողները դիմում են մասնագետի միայն այն ժամանակ, երբ որ ուշանում է երեխայի խոսքը։ Եվ միայն խոսքի ուշացումն է իրենց համար, այսինքն 3-3.5 տարեկանում խոսքը ուշանում է եւ ծնողը երբ որ բերում է մասնագետի մոտ անպայման նշում է ամեն ինչ նորմալ է, ուղակի չի խոսում։ Բայց այդ ամենի մեջ արդեն կա տագնապ, արդեն կա լարվածություն, որովհետեւ իրենք անընդհատ սպասել են, որ այ հեսա կխոսի, մնացած բոլոր սիմպտոմները կանցնեն, բայց խոսքի մեջ չի իրականում միակ գործոնը խոսքը չէ։ Խոսքը ուղղորդում է, այո, խոսքի հետ զարգացումը, հա, բառերի հետ ընթացը, այսպես ասած, խոսքի յուրացման հմտությունների բացակայությունը, այո, ախտանշան է, սակայն դա միակը չէ։ Աուտիզմով կան շատ երեխաներ, որոնք խոսում են, բայց նրանց խոսքն ունի որոշակի առանձնահատկություն։ Խոսքը ռոբոտանման է, շատ են էխոլալյաները, խոսքը երգեցիկ է, հա, ասում են թեատրալնստ ավելի, այսպես ասած, թատերային է, խոսքի անգամ դրսևորման եւ զարգացման առանձնահատկություններ ունեն աուտիզմով երեխաների մոտ, բայց միայն խոսքը չէ, որտեղ երեխան կարող է չխոսել մինչեւ 2-2.5 տարեկան, այսինքն խոսքի զարգացման հապաղում լինի, բայց հստակ ընկալի հրահանգները, նայի աչքերի մեջ, խաղա, ունենա ցուցամատ, որը 1-1.5 տարեկան երեխան պարտավոր է ունենալ։ Աուտիզմով երեխաները չունեն ցուցամատ, որը նախախոսքային զարգացման շատ կարևոր դրույթ է։ Նրանք չեն ցույց տալիս իրենց պահանջմունքները արտահայտել, ինչ են իրենք ուզում։ Եթե անգամ իրենք ուզում են իրենց համար սովորական հասանելի բաները, որոնք իրենք գիտեն որտեղ է դրված, տանում են մայրիկի ձեռքը բռնում են, մայրիկի ձեռքով են ցույց տալիս սեփական ցուցամատը,
որը նախախոսքային զարգացման համար շատ կարևոր դրույթ է։ Այսինքն բացակայում ոչ միայն վերբալ հմտությունները, այլ նաև ոչ վերբալ ժեստեր, միմիկաներ, չեն կիրառում, չեն կարողանում հասկանալ եւ ճանաչել։ Սա նաև ախտանշաններից մեկն է եւ ազդանշաններից մեկն է, որը ծնողները պետք է ուշադիր լինեն, աչալուրջ լինեն եւ գիտեք, ավելի լավ է շուտ դիմել եւ հերքում ստանալ, քան ուշանալ, որովհետեւ վաղ տարիքում իրականացված միջամտությունները շատ ավելի մեծ շանսեր ու հնարավորություն ունեն մեծ լավ արդյունքներ հասնելու, քան երբ որ երեխային բերում են օրինակ 4-5 տարեկանում արդեն։ Երբ որ այն լավագույն ժամանակաշրջան, երբ որ կառուցվում է հիմքը երեխայի, այս շենքի հիմքը դրվում է մինչև 2 տարեկան է։ Եթե մենք այդ լավագույն ժամանակաշրջանը բաց ենք թողում, այդ հմտությունների ձևավորումը, կոգնիտիվ ֆունկցիաների զարգացումը ձևավորումը շատ ավելի բարդանում է մասնագետի համար եւ երեխայի համար նույնպես։ Ծնողների հապաղելու ու մասնագետի դիմելու պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ մեզ համար անհասկանալի զարգացման խանգարում է աուտիզմը։ Վերջին տարիներին է շատացել եւ կրկնապատկվել, եռապատկվել ամեն 36 երեխայից 36-40-ից մեկը ժամանակակից ստատիստիկայի սահմաններում ծնվում է աուտիզմով։ Այսինքն ծնողի համար անհասկանալի մութ անտառ է։ Եվ ուզում եմ հարցնել, թե երբ մենք էինք փոքր, ասենք տարիներ առաջ, տասնամյակներ առաջ, կար այս հիվանդությունը եւ եթե կար, ինչպես էինք այն կոչում եւ ինչպես էինք այն դիտում կամ այդ մարդկանց հետ ինչպես էինք վարվում։ Գիտեք, ժամանակակից երևի վերջին 15-20 տարիների ընթացքում պետք է ասենք, որ ամբողջ աշխարհում ախտորոշման մեթոդներն են շատ լավացել։ Հստակ, մենք օրինակ չունենք հստակ տվյալներ, ստատիստիկ տվյալներ, թե մեզնից օրինակ 70, 80, 100 տարի առաջ քանի երեխա է այդպես ծնվել, ինչ առանձնահատկություններ են ունեցել եւ ինչպես են նրանք անվանել։ Շատ տարիներ առաջ, այսպես ասած, երբ դեռ աուտիզմ տերմինը չի եղել, այդ երեխաներին, այսպես ասած, ախտորոշել են տարբեր հոգեկան հիվանդությունների շարքին են դասել, չճանաչելով, չհասկանալով իրականում խնդրի էությունը։ Եվ միայն 43 թվականից հետո, երբ որ աուտիզմ տերմինը սկսեց կիրառվել եւ ավելի մեծ զարգացում ապրել, սկսեցին ստատիստիկ տվյալները ավելի այսպես խոսուն լինել եւ բարելավել։ Հաշվի առնելով նաեւ բոլոր պսիխոդիագնոստիկ, կենսաբանական մոտեցումները, դիագնոստիկ մեթոդների բարելավումը, պետք է ասել, որ ժամանակակից աշխարհում թերևս ավելի շատ են հանդիպում աուտիզմով ծնված երեխաներ եւ մեծահասակներ։ Դրան տարբեր գործոններ կարող են ազդեցություն ունենալ։ Ցավոք մենք դեռևս չունենք վերջնական պատասխանը։ Այդ բազմագործոնային սնունդը, դեղորայքների քիմիական տարողությունը, այսպես ասած, այն թունաքիմիկատները, որով լցվում է մեր աղեստամոքսային համակարգը, միջավայրը, բացասական ազդեցությունները, մուտացիաները, որոնք մարդու զարգի, ստրեսը, յուրաքանչյուր գործոն անպայման իր հետքն է թողում։ Նույնն է, մենք անընդհատ առաջացման համար։ Այո, աուտիզմ ասելիս հաջորդ բառը երեխան է, այսինքն մենք կապում ենք աուտիզմը երեխաների հետ, բայց չէ որ մեզանում կան նաև աուտիկ դեռահասներ, աուտիկ երիտասարդներ, գուցե նաև տարեց մարդիկ։ Այո, նրանց համար կա օգնության միջոցներ եւ ինչպիսին է նրանց վարքն ու կյանքը։ Գիտեք, կախված է նրանից, թե վաղ տարիքում ինչպես է անցկացրել, ինչպիսի միջամտություններ են ստացել եւ արդեն հասուն տարիքում օժանդակության ինչ մեթոդների եւ ինչ օգնության կարիք ունեն տվյալ մարդիկ։ Այսինքն, եթե օրինակ ավելի չգիտեմ, թեթև աուտիզմով, թեթև աուտիզմ ունեցել, կան շատ մարդիկ, որոնք անգամ եթե դուք հիմա փողոցում հանդիպեք, դժվար կկարողանաք նրանց տարբերակել, որովհետև այնքան լավ են յուրացրել արդեն, սոցիալական հմտությունները այնքան լավ են հարմարվել, սովորել են, ավարտել են, ուղղակի ստեղծել են այնպիսի յուրահատուկ միջավայր, որտեղ գերշփումը մարդկանց հետ փոխազդեցության մեջ մտնելը ավելի սահմանափակ է նրանց համար։ Օրինակ, շատ հաճախ
երբ են նմանատիպ մարդիկ շատ հաճախ ընտրում են օրինակ համակարգչի հետ աշխատանքի միջոցը, որում շատ լավ են լինում, այնպես ծրագրավորողներ կարող են նրանք դառնալ, որ այնպիսի ծրագրեր գրել, որ նորմատիպիկ մարդու համար շատ բարդ լինի։ Նրանք բարելավում են իրենց կյանքը, կարողանում են գումար վաստակել, բայց կարիք եւ ցանկություն շատ շփվել, այսինքն նրանք ընտրում են այն ճիշտ ոլորտը, ճիշտ կյանքի ուղին, որը իրենց համար ավելի բարենպաստ է եւ նույնպես լիարժեք կարողանում են ապրել եւ լիարժեք վայելել կյանքը։ Այսինքն կախված է սպեկտրի արտահայտման ուժգնությունից եւ բարդությունից։ Մենք հասուն տարիքում ավելի քիչ ենք հանդիպում, որովհետեւ ես գիտեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան հաստատություններ հատուկ, որոնք օգնում են այս ընտանիքներին, բայց ինչքանով որ տեղյակ եմ, զարգացման այս ուժեղ միջամտությունները մինչև 18 տարեկանն են ֆինանսավորում, եթե չեմ սխալվում, այսինքն պետական ֆինանսավորումը, օժանդակությունը ստացվում է մինչև 18 տարեկան երեխաների համար, հետո արդեն կան մասնագիտացված հաստատություններ, որտեղ երեխաները կարող են երեխաները չէ, արդեն հասուն մարդիկ կարող են հաճախել, որոշակի ժամանակ անցկացնել, բայց եթե դրանք ծանր դեպքեր են, ամբողջ ուժը, ծանրությունը, պատասխանատվությունը ընկնում է իրենց ընտանիքի անդամների վրա։ Ինչպես օգնել այս մարդկանց, ինչպես այնպես անել, որ իրենք կարողանան գոյատևել եւ հնարավորինս բարելավել իրենց կենսագործունեությունը կյանքում։ Ու թերևս այս թեմայի մեջ շատ մեծ ուշադրություն է պետք, ինչպես շեշտեցիք նաև մի քանի անգամ, մայրերին է պետք ուշադրություն դարձնել, նրանց խրախուսել, գոտեպնդել եւ հիմա ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ես մեր մայրիկներին կարող եմ ասել, որ ընդհանրապես մայրերը հերոսներ են։ Աուտիզմով երեխաների մայրերը կրկնակի հերոսներ են։ Հերոսներ են ընտանիքի անդամները, որոնք օժանդակում են, նպաստում են, օգնում են այս երեխաներին։ Պետք է լինել պոզիտիվ, դրական տրամադրված լինել, սիրել իրենց լուսավոր, արևոտ, շատ սիրուն, շատ յուրահատուկ երեխաներին, որտեվ իմ բոլոր երեխաները, որոնք ունեն աուտիզմ, նրանք ունեն յուրահատուկ գեղեցկություն, յուրահատուկ աչքերի հմայք, հայացք։ Իրենց պետք է սիրել, ընդունել, որ կա խնդիր եւ զինվել համբերությամբ, ուժով, դիմել հնարավորինս բոլոր մասնագետներին, նորմալ մասնագետներին, ընտրել այն ճիշտ ճանապարհը, ճիշտ ուղին, որը հարմար է, նպաստավոր է կոնկրետ ձեր երեխաների համար եւ պայքարով անցնել այն դժվարին ճանապարհը, թող ոչ մեկ չասի, որ դա շատ հեշտ ճանապարհ է, որ ծնողները պետք է ուղղակի ընդունեն, այդպես չի իրականությունը։ Դա դժվարին ծանր աշխատանք է ծնողի համար, բայց այն ծնողները, որոնք դրական են, համբերատար են, հասկանում են խնդիրը եւ զինված առաջ են գնում առանց վախենալու որևէ դիագնոզից, որևէ արտաքին հասարակության ընդունվել կամ չընդունվելուց եւ այլն, հավատացնում եմ ձեզ, հենց այդ երեխաներն են հաջողում, որովհետեւ դրական, ամուր կայուն հոգեհուզական վիճակում գտնվող մայրը այն ամենակարևոր զգայական ուժն ու խթանն է, որ այդ երեխաներին օգնում է առաջ գնալ, օգնում է ժպտալ աշխարհին, օգնում է երջանիկ լինել, օգնում է իրեն լիարժեք զգալ։ Մեր ամենակարևոր խնդիրը, որ այդ երեխաները իրենց հարմարավետ զգան մեր հասարակության մեջ, ու սիրեն աշխարհը եւ կարողանան իրենց աշխարհում, որը իրենք ստեղծել են անգամ, կարողանան այդ աշխարհում իրենց հարմարավետ լիարժեք զգալ։ Սա ամենակարևորն է, որ մեզ, որպես մասնագետներ, ծնողներ, մեր հիմնական գործը հենց դրանում է։ Լավատես եղեք եւ երբեք մի մտածեք, որ վերջնական է դատավճիռ է, պետք է շատ աշխատել, շատ դրական մոտենալ եւ ամեն ինչ հնարավոր է։ Շնորհակալ եմ։